Հա, տաքսիստը մի անգամ Այսօր իմ 27-ամյակն է, ինչպես արդեն տեղյակ եք, և առաջին բանը, որ առավոտյան ես անում եմ, դա եկեղեցի գալն է, շնորհակալ լինելու համար, այս կյանքի, այս ամենի համար ինչ որ ունեմ, և առհասարակ ուղղակի մի տուն է, որտեղ պետք է այդ օրը անպայման գանք բոլորս։ Նախ շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների համար, որոնք վստահ եմ գրելու եք, եւ մաղթանքների համար, որոնք վստահ եմ ասելու եք, թող կրկնակի, եռակի, այն վերադառնա ձեզ։ Եվ ինչ պատմություն եմ ուզում պատմել, երբ որ այսօր եկեղեցում էի եւ հիմնականում ես միշտ իմ ծննդյան օրը պարտադիր կերպով արդեն ասեցի եկեղեցի եմ հաճախում առավոտյան։ Եվ եկեղեցու մոմո վառելու ընթացքում, երբ որ մոմո վառում էի, քթից տակ մրմնջում էի, հա, մարդ չկար այնտեղ եւ բարձրաձայն խոսում էի եւ այսպեսի մի միտք ասեցի, որ եթե անգամ ինչ որ պահի ես կարճ հա ասեմ, զլանում եմ եւ մոռանում եմ, որ պարտադիր է քեզ հիշելը եւ քեզ դիմելը եւ անգամ ինչ որ մի ժամանակ գիտակցված եւ անգիտակցված նեղանում եմ քեզ այնպես այսպես ասած, խնդրում եմ ներես եւ դու երբեք ինձ մենակ չթողնես իմ ճանապարհին, ինձ համար շատ կարեւոր է, որ դու ներկա լինես իմ կյանքում եւ հենց այդ պահին մոմերը որ հավաքում է այդ կինը, դուռը բացում է եւ իմ մոմը այդ քամուց, որ կողքի դուռը բացում է մոմը վառելու Սուրբ Սարգսի, իմ մոմը հանգչում է ու այդ կինը, որ տեսնում է, որ իմ մոմը հանգչում է, միանգամից գալիս է ինձ ամուր գրկում է եւ ներողություն խնդրում, ասում է կներես, որ մոմը հանգցրեցի, ես հիմա կվառեմ, ես ասում եմ, չէ, ոչ մի խնդիր չկա, ես կվառեմ մոմը, չեմ անհանգստանում էլի մոմո հանգչելուց, խնդիր չկա, ես նորից կվառեմ եւ կշարունակեմ ու այդ կինը բաց է թողնում ինձ ու նորից է ամուր գրկում ու շարունակում իր ճանապարհը եւ ես ուզում եմ ասել, որ ես վստահ եմ, որ դա նշան էր, որ ինձ Աստված երբեք մենակ չի թողնելու եւ մենակ չի թողել եւ իմ հարցի, հա, իմ բարձրաձայնած հարցի եւ խնդրանքի կարելի ասել պատասխաններ, որ ես քո կողքին եմ, որովհետեւ հաճախ ասում են Աստված գալիս է մարդկանց կերպարանքով, հա, այդպիսի այդ արտահայտությունը ես այնքան եմ սիրում, ասում են հնարավոր է փորձելու համար եւ քո հավատը ստուգելու համար եւ ոչ միայն
քեզ ուղարկվեն մարդիկ, ովքեր Աստծուց են ուղարկված եւ կոպիտ ասած տեսնեն դու անցնում ես այդ փորձությունը, թե ոչ, ես վստահ եմ, որ այդ կինը ուղակի չի դուրս եկել այնտեղից եւ ուղակի չի գրկել իմ հարցին, ի պատասխան իմ հարցին, դա պատասխանն էր, որ ես քեզ հետ եմ եւ ես միշտ քո կողքին եմ եւ այդ կնոջ միջոցով Աստված ինձ պատասխանեց եւ ուզում եի անպայման պատմել ինձ համար շատ այսպես իմ ծննդյան օրը առավոտյան շատ այսպես հիշվող եւ կարևոր իրադարձություններ։ Սիրելի ընկերներ, ուզում եի ցույց տալ նվերները, որոնք ստացել եմ ծննդյանս օրը։ Սկսենք։ Ու ահա, բոլոր նվերները այստեղ դրել էի, նշեմ, որ սրանք կես նվերներն են եւ մնացած նվերները հերթում սպասում են, որովհետեւ չեմ հասցրել ընկերներիս բոլորին հանդիպել իրար հետ։ Բայց ինչեւ ինչ որ կա, դա ցույց կտամ։ Որ դժվար է բացելը, փորձեմ։ Սա փակենք։ Սա արուսիկներ էլի նվիրել նոր տարվա օրն են նվիրել, բայց դրել է այստեղ լավ էլ անկավ բացեմ այսպես գեղեցիկ տուփիկի մեջ էր եւ եթե ինձ վաղուց եք հետևում, գիտեք, որ հաստատ տեսել եք, որ շատ եմ գրում շարֆիկներ, այնպես որ լրիվ իմ ուզածն է։ Սա տեղադրեմ, ստացել եմ բնականաբար նաեւ գումարային նվերներ։ Սա, որտեղ որ աշխատում եմ, այնտեղ են ինձ նվիրել։ Շատ սիմվոլիկ է դեպ ինձ համար, ընկերուհիս եւս Եգիպտոսից ինձ համար այսպեսի գեղեցիկ հայելի ա բերել, մեր երեք ընկերուհի ենք, երեքիս համար։ Այնտեղից Եգիպտոսից նման ատամի մածուկ եւ ասում են, որ շատ լավն է, գովում են շատ։ Աջերի հոտ ունի շատ։ Միքսիթի այսպիսի սվրդ կա, որը դեռ չեմ բացել, բայց կարելի է բացել եւ փորձել։ Ինչ նվերներ, որ այստեղ կա, ցույց կտամ, մնացածը արդեն ընթացքային ցույց կտամ։ Շիճուկով այսպես ամանի մեջ է։ Շատ անուշ բույր է, կանաչ թեյի բույր ունի, մի անգամին զգացի, շատ անուշ, շատ եմ սիրում կանաչ թեյի բույրը ես, շատ լավն է, շատ լավն է։ Ինչ է ուզում ասել ընկերներ, վլոգի որպես ավարտա, Միքսիթի այս յուղը, որ ցույց է տվել, ինչու եմ ասում, որովհետև քանի որ մոլերում կա Միքսիթը, կարող եք հանգիստ պատվիրել եւ այլ բրիսում էլ կա, կոնկրետ հենց այս տեսակը, այս գույնը Միքսիթի, այս յուղի, որպես սվրդ կա, որպես տոնայինի տակից սկսելու եւ գիշերվա խնամք որպես խորհուրդ եմ տալիս, արդեն քանի օր է օգտագործում եմ, իսկապես շատ լավն է եւ այդ հոտը, որ ասեցի, ինքը շատ հաճելի հոտ ունի, առհասարակ քսելուց չեք զգում ու շատ լավ փափկացնում է դեմքը ու հիանալի փայլ է հաղորդում, որ լվանակ խնամք անեք դեմքի եւ հետո քսեք արդեն այս Միքսիթի յուղը կհասկանաք, թե ինչի մասին էր խոսքը, սա որպես խորհուրդ եւ ուզում եի ավարտել արդեն վլոգը,
Ինչը որ հնարավոր էր իհարկե մոնտաժեցի, տեղադրեցի, որովհետև կարծում եմ ամսի 26-ին կտեղադրեմ եւս մեկ վլոգ, 26-ին կամ 27-ին եւ ավելի մանրամասն կխոսեմ, կկիսվեմ ձեզ հետ, թե ինչու այս երկար ժամանակահատվածը եւ կապան գնալուց հետո եւ ամանորի եւ առհասարակ այդ ընթացքը, այդ աժոտաժը, սեղան, հյուրեր եւ այլն չեմ նկարել վլոգ եւ չեմ տեղադրել, կկիսվեմ եւ կիսվելուց հետո նաեւ կլսեմ ձեր փորձը եւ կլսեմ ձեր խորհուրդները։ Այնպես որ լավ եղեք, լավ մնացեք եւ ամենակարևորը առողջ մնացեք, շատ կարևոր է, առողջությունը ամենակարևորն է։ Այնպես որ բոլորիդ մաղթում եմ, որ առողջ լինեք եւ այս նոր տարում զինվեք համբերությամբ եւ շատ այսպես ուժ եւ էներգիա ունենաք, որ կարողանաք ձեր նպատակներին հասնել։ Այսքանը, լավ եղեք։